Alpha News-ի տաղավարում հյուրընկալվել է Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կա ասույթ, որ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը։ Այդ ինչ էին բանակցում եւ ինչպես էին բանակցում Միացյալ Նահանգները եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ հանգեց այս ամենին։ Իդեպ սա երկրորդ դեպքն է, 12-օրյա պատերազմի ընթացքում եւս երկու կողմերը բանակցում էին, արդեն պատրաստվում էին Օմանում 6-րդ փուլի համար բանակցությունների, երբ Իսրայելը հարձակվեց, մի քանի օր հետո Միացյալ Նահանգները միջամտեց։ Այստեղ եւս ինչքան որ լրահոսը թույլ էր տալիս իմանալ եւ տեղեկատվության ինֆորմացիան կար, կողմերը շատ ինտենսիվ բանակցում էին։ Եթե պայմանավորվածություն կար, որ այս ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է արդեն հանդիպեն տեխնիկական հարցեր լուծելու համար, այսինքն տեխնիկական մասնագիտական խմբերը պիտի հանդիպեն, դա նշանակում էր, որ որոշակի պայմանավորվածություն այնուամենայնիվ կողմերի միջև կայացված է։ Հայտարարությունները նաև Օմանի արտաքին գործերի նախարարի որպես գլխավոր միջնորդի հայտարարությունը, ամերիկյան կողմի շատ զուսպ հայտարարությունները, արտգործնախարար Արաքչիի հայտարարությունները վկայում են այն մասին, որ լուրջ առաջընթաց կա բանակցություններում եւ հնարավորություն կա այնուամենայնիվ որոշակի պայմանավորվածությունների հասնել։ Ու այդ ընթացքում երկրորդ անգամ դավաճանություն դիվանագիտության նկատմամբ, որովհետեւ եթե դու բանակցում ես ու արդյունք կա եւ խախտում ես բոլոր նորմերը ու հարձակում ես իրականացում, դա նշանակում է դավաճանել բանակցություններին։ Ընթացքը սա է ցույց տալիս եւ սա է եղել, բայց մի բան հստակ էր, ինչպես նշեցի, կար որոշակի պայմանավորվածություն եւ առաջընթաց, որը այնուամենայնիվ ձեռնտու չէր Իսրայելին, եւ Իսրայելը սադրեց, գլխավոր սադրիչը բնականաբար Իսրայելն էր, ու Միացյալ Նահանգներին նաեւ ներքաշեց այս պատերազմում։ Ու սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ պատերազմի մասին կոնկրետ ես չեմ խոսում, միջազգային դիվանագիտության, միջազգային հարաբերությունների համար։ Այլևս ով է վստահելու նստել բանակցությունների մի պետության հետ, որը կարող է ցանկացած պահի բանակցությունների ընթացքում գնալ պատերազմի, եւ ինչ արժեք կարող են ունենալ այդ պայմանավորվածությունները ձեռք բերված։ Դուք ասում եք ով է պատրաստվում, բայց Միացյալ Նահանգների նախագահի խոսքերի համաձայն Իրանի ղեկավարությունը ինքն է դիմել, որպեսզի բանակցությունները շարունակվեն։ Իրանի ղեկավարությունը իդեպ 3 արդեն արձագանքել են, 3 օրվա ընթացքում իրիկունը արձագանքել են, թե արտգործնախարար Արաքչին, որ պատերազմի ավարտը որոշելու ենք մենք, եւ թե ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, որը հայտարարել է, որ ներկայդրությամբ մենք բացարձակապես չեն պատրաստվում բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Առհասարակ չեն պատրաստվում բանակցել, թե բանակցություններ լինելու են, բայց այլ կետից, այլ դիրքերից։ Դեռևս այդ մասին է վկայում, պաշտոնական հայտարարությունները վկայում են այդ մասին։ Ասենք եթե դու խոցում ես մի երկրի, խախտում ես բոլոր, նորից են կրկնում նորմերը ընդունված դիվանագիտական, հարձակում ես, թիրախային հարձակում ես կատարում երկրի գերագույն առաջնորդի նկատմամբ, որը զոհվում է այդ հարձակման արդյունքում, ինչը նույնպես միջազգային հարաբերություններում ընդունված նորմերի խախտում է, տրամաբանությունը հուշում է ինչ բանակցությունների մասին։ Իդեպ չմոռանանք, որ Իրանը այս ամբողջ ընթացքում հայտարարել, որ եթե սա պատերազմ լինի, այս պատերազմը լինելու է տարածաշրջանային եւ ամենակարևոր հայտարարությունը, որ արեցին եւ պատերազմի նախորդին էր արվել, պատերազմի առաջին օրը եւս խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հայտարարեց դուք ուղի սկսեցիք, ճանապարհ սկսեցիք, որի սկիզբը մեկնարկը ձեզ էր վերաբերում, բայց ավարտը դուք չեք որոշելու։ Նույնը Իրանը անընդհատ կրկնում է, այս պատերազմի ավարտը սկսողը չի որոշելու։ Եվ այդ տրամաբանությամբ հաջորդ հարցը Միացյալ Նահանգներում եւ ոչ միայն Միացյալ Նահանգներում արտասահմանյան փորձագիտական շրջանակները հավաստում են նաեւ որոշակի փաստեր բերելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը արդեն առնվազն 30 եւ ավել տարիներ զինվել է, պատրաստել է հրթիռներ եւ այս պատերազմը շատ է երկարելու այդ իմաստով, որքան երկար կարող է տևել, որն է այս պարագայում Միացյալ Նահանգների պլան B-ն։
Ես Միացյալ Նահանգների պլան B-ի մասին որևէ բան ասել չեմ կարող, բայց այնինչ որ առերևույթ երևում է Տրամփի հայտարարությունները, տեսեք ինքը հակասական հայտարարություններ, երեք հայտարարում է, որ պատրաստ եմ նստել, Իրանը դիմել է բանակցելու, Իրանի իշխանությունները դիմել են բանակցելու, ես պատրաստ եմ նրանց հետ նստել բանակցելու։ Փորձ ինչ որ դադար տալ, փորձ հրադադարի ակնհայտ է, ակնբախ է, նրանք ովքեր ծանոթ են միջազգային հարաբերություններին, այն նման հայտարարությունների հետնատեքստին, այն ինչ որ կա տողատակերում, ակնհայտ է, որ փորձ է արվում դադարեցնել եւ նստել բանակցային սեղանի շուրջ։ Եվ երկրորդ հակասական հայտարարությունը, որ ես այսպես կոչված ճակերտավոր ազատատենչ ժողովրդին կոչ եմ անում դուրս գալ փողոց, սա բացառիկ հնարավորություն է, որ մենք ընձեռենք ես իմ խոստման տերն եմ պաշտպանելու ձեզ, հովանավորելու ձեզ։ Սա այս հակասությունները կան։ Ակնհայտ է, որ իմ կարծիքով, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է միգուցե, որ իրենք չէին էլ պատկերացնում, որ այդ առաջին հարվածից հետո, երբ թիրախավորեցին երկրի գլխավոր գերագույն առաջնորդին, որը զոհ գնաց այդ հարձակմանը, մի քանի կրկին ռազմական խոշոր հրամանատարությունը գերագույն շտաբի ղեկավարը, պաշտպանության նախարարը, ԻՀՊԿ հրամանատարը, այդ բոլորը զոհ գնացին հենց առաջին հարվածին, Իրանը կարողանար դիմադրել 12-օրյա պատերազմի փորձը իրենց համար ոնց որ դաշ չեղավ։ Եվ ի տարբերություն մի բան նշեմ, ես շատ կարևոր հանգամանք է, եթե 12-օրյա պատերազմում առաջին հարվածից հետո մոտավորապես 10 ժամ տևեց, մոտավորապես որպեսզի Իրանը անցնի առաջին հարվածին, այս հարվածից հետո, որին իդեպ զոհ էր գնացել, կրկնում եմ, շատ կարևոր հանգամանք է երկրի գլխավոր առաջնորդը ու երկրի հրամանատարությունը, քաղաքական ղեկավարությունը արդեն գիտեր բնականաբար այդ մասին, ընդամենը 2 ժամ հետո անցան ինտենսիվ պատասխան հարվածների։ Երկրի գլխավոր առաջնորդին զոհելը արդյոք Միացյալ Նահանգների ամենակոպիտ սխալը չէր ռազմավարական։ Կարելի է այդպես բնութագրել, որովհետև նրանք ովքեր ծանոթ լինեն, առնվազն նվազագույն ծանոթություն ունենան Իրանի ժողովրդի հոգեբանությանը, իրանական քաղաքակրթությանը, իրանական մտավոր կառուցվածքին, նաև շիիզմի որպես իսլամական այդ ուղղվածությունը, որը պաշտոնական է Իրանում, դրա սկզբունքներին, սիմվոլիզմին, ամեն ինչին տեղյակ լինեն, կհասկանան, որ ինչ մեծ սխալ է։ Առաջնորդը դարձավ արդեն նահատակ առաջնորդ։ Սուրբ դարձավ, իրեն համեմատում են Իմամ Հոսեյնի հետ, շիիզմի շիաների ամենագլխավոր սրբերից մեկի հետ, համեմատվում է նրա հետ, համեմատվում է առաջին շիաների առաջին իմամի Ալիի հետ, որը նույնպես այս Ռամադան ամսում ծոմի ամիսներին զոհվեց, Այաթոլլահ Խամենեին եւս այս բանում զոհվեց։ Նա արդեն իր կողմնակիցների համար, իշխանական համակարգի համար, շիաների համար ամբողջ աշխարհում տեսնում ենք Իրաքում ինչ է տեղի ունենում, Լիբանանում, Պակիստանում, տարբեր տեղերում։ Նա արդեն սրբացած միֆ է դարձել։ Ու նահատակ առաջնորդը, ես այս ամենայն պատասխանատվությամբ կասեմ, շատ ավելի հոգեբանական առումով ազդեցիկ գործոն է այս պարագայում, քան կենցանի առաջնորդը։ Իսրայելական լրատվամիջոցները ցախալի հաջողությունները քարտեզագրել են եւ ցույց են տալիս Իրանի ռազմաքաղաքական ոչնչացված ղեկավարության կազմը, այսպես։ Հիմա այդ կազմը փոխվել է եւ դեռ փոխվելու է։ Ինչ է անելու հակառակորդը։ Մեկ անգամ էլ փոխեց, 2 անգամ էլ, 3 անգամ էլ։ Ինչքան պիտի, ասենք ես չգիտեմ այս պատերազմը, իրենք նշել են, որ 4 օր առաջին փուլը։ Տենց մի բան նշեցին Ցախալը կամ հենց Նեթանյահուն չեմ հիշում, պատերազմի առաջին ժամերին 4 օր է նախատեսված, բայց ասում եմ պետք է դաս առնել նախկին փորձերից, իրանք ըստ երևույթի չեն կարող պատկերացնել, որ անգամ դու գլխատում ես Իրանը Սիրիա չէ, Իրանը ոչ Սիրիա է, ոչ Իրաք է, ոչ Եմենը, ոչ մեկը չէ, Սուդան չէ Իրանը, Իրանը տարածաշրջանային տերություն է, գերտերություն է, որն ունի իր կայուն պետական համակարգը, ռազմաքաղաքական համակարգը, եւ իրանական իշխանությունները արդեն նախատեսել էին, նախորդային, որ պատերազմի դեպքում յուրաքանչյուր ղեկավարի, այսպես կոչված, զոհվելու
դեպքում, հնարավոր զոհվելու դեպքում ով է փոխարինելու։ Շատ դժվար է լինելու այս համակարգը կազմաքանդել։ Եթե անգամ այս պատերազմում պետք է համակարգը փլուզվեր, կազմաքանդվեր, դա պետք է տեղի ունենար առաջին օրը։ Առաջին հարվածից հետո, երբ զինվորական ղեկավարությունը եւ կրկնեմ նորից հոգեվոր առաջնորդը դա շատ առանցքային գործոն է այս պատերազմում զոհ գնացին այդ հարվածների համակարգը պիտի փլուզվեր, որ դա տեղի չի ունեցել արդեն 72-րդ ժամն է, 3-րդ օրն է թևակողում պատերազմի։ Նոր պաշտոնակատարի, հոգևոր առաջնորդի նոր պաշտոնակատարի մասին ինչ կարող եք ասել։ Եվ նաև զուգահեռաբար, որքան հասկանում եմ, արդեն իսկ ընտրություններ են ընթանում վերջնական որոշելու թե ով է զբաղեցնելու այդ պաշտոնը։ Ես հայաստանյան լրատվամիջոցներին հետևելով նկատել եմ, որ թյուր ըմբռնում կա այդ առումով, պաշտոնակատար չկա։ Իրանի Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն առաջնորդի մահվան հրաժարականի կամ պաշտոնանկության դեպքում կյանքի է կոչվում ժամանակավոր խորհուրդ 3 հոգուց բաղկացած դատական ուժի ղեկավարը, հանրապետության նախագահը եւ պահապանների խորհուրդը, դա հենց նույն սահմանադրական դատարանի, որպեսզի պարզ լինի, ասեմ, նույն սահմանադրական դատարանի գործառույթն է կատարում այդ խորհրդից մի հոգևորական նշանակվում են 3 հոգանոց կազմ, որոնք ապահովում են այդ անցումային փուլը բանիմացների խոբրեգան խորհրդի նիստը, որը հոգևորականների, որը ընտրելու է հոգևոր առաջնորդին։ Նախատեսվում է, որ առաջիկա խոսվում է, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում կապված երկրի անվտանգային մթնոլորտից այդ խորհուրդը գումարի իր նիստը եւ զբաղվի նոր առաջնորդի ընտրությամբ։ Հիմա այդ խորհուրդն է գործում։ Այսօր մարտի 2-ն է եւ մինչեւ այս պահը Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ցավակցել Իրանի հոգևոր առաջնորդի մահը։ Մի մարդու մահը, ում հետ ինքը բազմիցս առիթ է ունեցել շփվելու պաշտոնական այցերի ընթացքում։ Բայց փոխարենը Ադրբեջանի առաջնորդն է ցավակցել։ Իհարկե կոչեր չի արել, կարծես թե իր խոսքից չի ենթադրվում, որ ինքը դատապարտում է այդ սպանությունը, համենայն դեպս ցավակցել է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարքագիծը որքանով է տեղին, որքանով է չեզոք եւ եթե չեզոք է, ապա արդյոք պետք է որ այդպիսին լիներ։ Տեսեք, նախ մի բան ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունը բնականաբար տրամաբանորեն այս իշխանությունները լինեին կամ չլինեին, կապ չունի դրան իմ կարծիքով, չունի այդ capacity-ն, այդ տարողականությունը ներգրավելու նման մեծ հակամարտության մեջ։ Տրամաբանականը կլինի դրական չեզոքության պահպանումը, բայց կա մի քանի կարևոր նրբություններ, դիվանագիտական, պրոտոկոլի նրբություններ կան։ Եթե դու հայտարարում ես, որ մենք պատրաստվում ենք Իրանի հետ, Իրանը նախ բոլորը գիտեն, որ Հայաստանի Հանրապետության հարևան բարեկամ երկիրն է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է նվազագույն զրոական գրեթե խնդիրներ, զրոական, ոչ թե գրեթե 100% զրոական խնդիրներ այս տարիների ընթացքում, 30 քանի տարվա ընթացքում միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին բարդ պայմաններում, ուղղակի կամ անուղղակի աջակցել է Հայաստանը։ Սա փաստ է նաև։ Հետո դու հայտարարում ես, որ ես պատրաստվում եմ Իրանի հետ կնքելու հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պայմանագիր, հռչակագիր, հուշագիր, ինչ-որ մի փաստաթուղթ կնքել։ Եթե դու մի ինչ-որ պետության հետ, X պետության հետ պատրաստվում ես կնքես նման պայմանագիր, իսկ այդ X պետության գլխավոր առաջնորդը, ղեկավարը երկրինը, որն իդեպ միակ առաջնորդն է, որը բազմիցս հայտարարել է կարմիր գծերի մասին, հստակ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կապված, Զանգեզուր միջանցք երևույթի հետ կապված, հայտարարել է Իրանի կարմիր գծերի մասին, պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դա զոհ է գնում, նահատակվում է այս պատերազմի ընթացքում։ Տրամաբանությունը իմ կարծիքով հուշում էր, որ պետք է Հայաստանը լիներ, եթե ոչ առաջինը, այլ առաջիններից այն պետություններից, որը պետք է առնվազն ցավակցեր։ Ասում եմ դատապարտության հետ ես գործ չունեմ, մի կողմ դնենք դա։ Առնվազն ցավակցեր հոգևոր առաջնորդի մահվան կապակցությամբ։ Սա մեծ բաց թողում է, սրանք նստվածք են թողնում
տարածաշրջանային գերտերությունները եւ ընդհանրապես գերտերությունները ունեն նկարագիր, ունեն պատմական հիշողություն։ Եվ այս բոլորը նստվածքը թողնում է։ Այս պատերազմը ավարտվի, Իրանի իշխանությունները հաղթահարեն բոլոր մարտահրավերները, նոր առաջնորդ ընտրվի, հետո պիտի այս ամենը հիշվելու է նաեւ, հիշվելու է այս բացթողումները։ Ես չգիտեմ իրենք ինչ են մտածել, սպասում են, դա ինչպես Հայաստանում ասում են ժարգոնային շուստրիություն, որ տեսնենք ինչ է լինում, պետք է բան անել, թե չանել, եթե դա է, ցավում է։ Ամենայն դեպս համարենք, եթե 1 ժամ հետո էլ լինի այդ ուղերձը, այլևս ուշացած է։ Ես կարծում եմ Ադրբեջանի նախագահի ասվածի ֆոնին, Թուրքիայի նույնպես Էրդողանի ասվածի ֆոնին, Ռուսաստանն է հայտարարություն արել, Չինաստանն է հայտարարություն արել դատապարտել, բայց մեզ համար կարևորը երկու այսպես կոչված ախոյան ողերիմ թշնամիները մերը Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք նորից առաջ անցան մեզնից։ Վերադառնալով Իրանի ողերիմ թշնամիներին, հավաքական արևմուտքին կամ մասնավորապես Իսրայելին, Իսրայելի քայլերի տրամաբանությանը 3 իսրայելական լրատվամիջոցներից մեկի եթերում հենց լրագրողը ասում էր կամ Պաշտոնյան, հիմա գուցե սխալվեմ, ասում էր, որ իրենց նպատակն է, որպեսզի Իրանում մարդիկ փողոց դուրս գան։ Արդյոք դուրս կգան թե ոչ եւ սա ինչի մասին է վկայում։ Վկայում է այն մասին, որպեսզի փոքրամասնություններին իրար դեմ հանեն։ Սա է գլխավոր ծրագիրը գուցե 12-օրյա պատերազմին վերջին 1 ամիս առաջ տեղի ունեցած անկարգություններին ու նաեւ այս ընթացքում նպատակը ստեղծել այսպես կոչված հանրային ընդվզման ճակերտավոր մթնոլորտ, ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը երկիրը ներսից կազմաքանդելու է, քարքայելու է, համակարգը քարքայելու է, ոչնչացնելու է, ստեղծելու է քաղաքական քաոս, քաղաքական վակուում եւ դա կնպաստի իրենց, որպեսզի կարողանան իրականացնել իրենց ծրագիրը։ Սա ակնհայտ է։ Կոչերը նույնպես ակնհայտ են, բայց մենք ականատես եղանք 3 թե իրանական հասարակության ըստվար մի զանգվածը ինչպիսի մոտեցում ցուցաբերեց այս ամեն ինչին։ 3 իդեպ ողջ գիշերվա ընթացքում ժողովուրդը իշխանության կողմնակիցները եղել են փողոցներում, եղել են մզկիթներում, եղել են փողոցներում, սքել են առաջնորդի մահը, առաջնորդի նահատակությունը եւ նաեւ իրենք այդ արթուն, այսպես կոչված պահակներն են եղել օգնելու իրավապահ մարմիններին, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։ Իսրայելի գործողությունները, իսրայելա-ամերիկյան գործողությունները 3 մի կարևոր հանգամանքի մասին են հիշում։ 2 կարևոր թիրախներ են ունեցել։ 1, թե մայրաքաղաք Թեհրանում թիրախավորել են ոստիկանական կետերը։ Նպատակը որն է։ Թուլացնել իրավապահ մարմնին, որպեսզի իրենց այդ գործակալական ցանցը կարողանա աշխատի եւ որպեսզի կարողանա ստեղծի այդ քաղաքական քաոսը, որը նպատակ ունեն մայրաքաղաք Թեհրանում։ Դա դեռևս չի ստացվել։ 2 եւ կարևորը, չափազանց կարևորը ձեր հարցին ի պատասխան, ամբողջ օրվա ընթացքում Իրանի արևմտյան սահմանները, քրդական նահանգները այդ հատվածներում թիրախավորվել են սահմանապահ ուժերը եւ սահմանապահ կետերը։ Նպատակը դարձյալ հստակ է՝ ստեղծել ապահով, այսպես կոչված ճակերտավոր անցուղիներ, որպեսզի քրդական անջատողական խմբավորումների զինյալ ստորաբաժանումները կարողանան ներթափանցել Իրան եւ ստեղծեն նորից զինյալ գործողություններ, կազմակերպեն զինյալ գործողություններ, առաջին այսպես կոչված ընդվզումները տեղի ունենան քրդական նահանգներից։ Ճիշտ նույնպես որպես ինչպիսին վարվեցին անկարգությունների օրերին, արևմտյան նահանգները Իրանի թիրախն էին։ Նույնը կատարվում է նաև այսօր, փորձ է կատարվում, այսինքն հասնել դրան, որպեսզի սկսվի։ Ակնհայտ է, որ իրենց նպատակը մեկն է։ Իրանի որպես պետական միավորման կազմաքանդում, սրա մեջ կասկած ունենալ պետք չէ։ Սա իրենց գլխավոր նպատակն է։ Իրանի որպես այդպիսի պետության, որպեսզի հզոր տերության տարածաշրջանի դրա կազմաքանդումն է, քաղաքացիական պատերազմ հրահրելն է, երկիրը ներսից ոչնչացնել, փլուզել համակարգը։
Եվ այս ամենի համայնապատկերում որքանով ընդունելի կլինի հասարակության համար, իսկ հասարակություն ասված է այստեղ շատ խայտաբղետ է եւ բազմահազար, բազմամիլիոնանոց։ Երբ որ շահի որդին Փահլավին կնստի ինքնաթիռ եւ կգնա Իրանի Իսլամական Հանրապետություն որպես հռչակված կամ ինքնահռչակ կամ ինքնառաջադրված թեկնածու։ Տեսեք, ինքը փորձում է ներկայանալ որպես ընդդիմության ղեկավար։ Նախ ամբողջ ընդդիմությունը չէ իրանական, մանավանդ արտասահմանյան ընդդիմությունը, որը ընդունում է իրեն որպես առաջնորդ։ Սա առաջին ֆակտը։ Երկրորդ կարևոր ֆակտը, որ կա, Վենեսուելայի փորձն է։ Վենեսուելայի փորձը մեզ հուշում է այն տիկնոջը, որը ստացել էր Նոբելյան խաղաղության մրցանակ եւ կոչ էր անում Թրամփին ռմբահարել Վենեսուելան, պատերազմ սկսել Վենեսուելայի դեմ։ Երբ իշխանափոխություն տեղի Մադուրոին վերցրին ու տարան, այս կինը պատրաստվում էր, որ պետք է իրեն նշանակեն։ Տեսանք Թրամփը ինչպես վարվեց։ Ինչպես վարվեց։ Իդեպ Թրամփը նույն կոչը ԻՀՊԿ-ին է անում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին զենքը վայր դրեք, ես երաշխավորում եմ ձեր անվտանգություն։ Ինչու է նման կոչ անում։ 1. պատերազմի ընթացքը դադարեցնելու, 2. ինքը շատ լավ գիտի, որ այդ այլընտրանք կոչված երևույթը եթե պիտի գոյություն ունենա հենց համակարգից, փորձում է հասնել դրան, որը համակարգը բարեբախտաբար ցույց է տվել, որ մոնոլիտ է, գաղափարական է, չկան նման անկումներ, փլուզումներ համակարգում։ Եվ երրորդը քաղաքացիներին վերադառնանք, քաղաքացիները երեք ցույց տվեցին իրենց մոտեցումները հիմնականում դրանց մի ստվար մասը եւ ես որպես հենց քաղաքացի նշեմ ինձ համար եւ ինձ նման միլիոնավոր մտածողներ կան նաեւ Իրանում, եթե մարդը հարձակումների նախօրեին հայտարարում է նախ առաջ 12-օրյա պատերազմին ողջունում է Իսրայելի գործողությունները, հետո հրահրում է նման անկարգություններ Թեհրանում, որ բազմահազար զոհերի պատճառ է դառնում։ Երրորդ այս պատերազմի առաջին օրը ողջունում է իր երկրի դեմ ռազմական գործողությունները ու նշում է սա մարդասիրական նպատակներով է։ Մարդասիրական նպատակներով է ռմբահարվում տարրական դպրոց 148 անմեղ երեխա է զոհ գնացել։ Մարզադահլիճ է որից մեկը Խամենեի թորնիկը։ Էդի դեռ Խամենեի նստավայրը, Այաթոլլահ Խամենեի նստավայրը եւ երկու թորնիկները, տղան մեծը եւ 14 ամսական աղջնակը զոհ են գնացել։ Դպրոցը մինաբում է տեղի ունեցել Բուշեհրի մոտակայքում։ Մարզադահլիճը Շիրազի մոտակայքում, Ֆարս նահանգում, որը թիրախավորվել, 3 Թեհրանում հիվանդանոց է թիրախավորվել։ Սրանք մարդասիրական նպատակներով են։ Հետո ինքը ոչ միայն չի դատապարտում, ոչ միայն անգամ ցավակցական միտող 3 թույթ է հրապարակում ուշ երեկոյան։ Ես ողբում եմ, ցավում եմ ամերիկացի 3 հերոս զինվորների մահվան կապակցությամբ։ Ինքը պիտի առաջնորդի այդ երկիրը, այդ հասարակությանը։ Այդ տեղի ունենալու տրամաբանական հարց կարող է տալ հասարակության մի ստվար զանգված, որ այս մարդը պիտի ինձ առաջնորդի։ Այդ հասարակության մեջ նաև մեր հայ հայրենակիցներն են, ովքեր այնտեղ տարիների վեր ապրում են։ Ինչ խնդիրների են իրենք բախվել կամ դեռ բախվելու են։ Տեսեք, հայկական համայնքը եւս իրանական հասարակության, մեծ հասարակության մի մասնիկն է։ Այնպես չի, որ ինքը առանձնացած, գեթոացված ապրում է։ Բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն հասարակության համար, բոլոր այն մարտահրավերները, որոնց դեմ հանդիման է կանգնած իրանական հասարակությունն այսօր, նույնը հայկական համայնքին է վերաբերում։ Իդեպ այս պատերազմի հենց առաջին օրը մեր առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում արկ է պայթել, բարեբախտաբար ինչքան ես տեղյակ եմ, վնասներ չենք ունեցել, բարեբախտաբար, այսինքն կրում ենք հետևանքները, իրանահայ համայնքը եւս կրում է հետևանքները, բայց իրանահայ համայնքը այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ Իրանի այսպես կոչված հավատարիմ եւ գիտակից քաղաքացիներն են, որոնք գիտակցում են երկրի շահը, որոնք կանգնած են երկրի ամբողջականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կողքին,
մեր հայրենակիցների մի ստվար զանգվածը ես չեմ կասկածում, որ շատ լավ գիտակցում է, որ Աստված մի արասցե, եթե ճշնամական ուժերին հաջողվի հասնել իրենց այդ նպատակին, կրկնեմ, Աստված մի արասցե Իրանին հասցնել քաղաքական քաոսի, գնալ Իրանի կազմաքանդմանը որպես պետական միավորի, դա ինչ սարսափելի հետևանքներ է կարող ունենալ Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայության համար։ Սա գիտակցում են։ Եվ վերջում Իրանի որպես հոգևոր պետություն պահպանումը, ձևի պահպանումը, կառավարման ձևի պահպանումը, որքանով է ձեռնտու Իրանի Իսլամական Հանրապետությանը Միացյալ Նահանգներին, եւ եթե ձեռնտու չէ, ապա կան նախանշաններ, որ Իրանում հնարավոր է հասնել կառավարման ձևի փոփոխության, դարձնել Իրանը աշխարհիկ պետություն։ Տեսեք, հիմա պատերազմի, այսպես կոչված, ամենաթեժ պահին են գտնվում։ Նպատակը բնականաբար սահմանված է, ինչպես ասացի, համակարգի փոփոխություն եւ դրանից ենթադրող մյուս բոլոր հնարավոր նպատակներ, որոնք պետք է իրականացվեն։ Սա միանշանակ է, որ ձգտում են դրան ճշնամական ուժերը, Իրանի ճշնամական ուժերը։ Իսկ Իսլամական Հանրապետության պահպանումը կամ բանը նախ Իրանի ժողովուրդը դա հաստել է, որ իր փոխարեն ուրիշը չի որոշելու, ինքն է որոշելու եւ այս տարիների ընթացքում 12-օրյա պատերազմը, այդ անկարգությունները եւ հիմա նույնպես դեռևս հասարակությունը իր մոտեցումը, հստակ մոտեցումը դրսևորել է այս ամեն ինչի նկատմամբ։ Ես չեմ թաքցնում, հասարակության մոտ, լայն խավերի մոտ կա դժգոհություն, տնտեսական, սոցիալական, քաղաքական համակարգի հետ կապված կան դժգոհություններ, բայց այդ ամբողջ հարցերը պետք է լուծվեն հասարակական, ներհասարակական երկխոսության դիսկուրսի միջոցով պետք է լուծվեն։ Սա կարևոր հանգամանք է, որը կարծում եմ, որ Իրանի հասարակությունը սա հաշվի կառնի։ Իսկ ինչ կապված է Իսլամական Հանրապետության հետ եւ տարածաշրջանի հետ ընդհանրապես, այս պատերազմից հետո մենք ամբողջովին այլ տարածաշրջանի ականատեսն ենք լինելու։ Անկախ ելքից, անկախ երկրից։ Սա ես վստահեցնում եմ ձեզ, բոլորովին այլ տրամաբանություն է լինելու այս տարածաշրջանում։ Իրանի քաղաքական համակարգում եւս մենք ես կարծում եմ որոշակի ռեֆորմների համակարգի կայացումից հետո, առաջնորդի ընտրությունից հետո ռեֆորմների ականատեսը կլինենք, բայց այն, որ մեկը մտածի, մեկի մտքով անցնի Իսլամական Հանրապետությունը եւ համակարգը իր սկզբունքների հետ կապված, իր կարմիր գծերի հետ կապված, գաղափարական սկզբունքները եւ կարմիր գծերը, նրանք այն հոգեվոր սկզբունքներ, որոնք ստեղծել են համակարգը, շունչ են տվել, միսու ոգի են տվել այս համակարգին, դրանցից հրաժարվում է, չարաչար սխալվում է։ Ռեֆորմներ կարող են լինել, բայց սկզբունքները պահպանելու են նույնությամբ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ալիք օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շանազարյանն էր մեր տաղավարում։